Իդեպ եվրոպական դատարան, այո, շատ հնարավոր է նաև գանգատ կներկայացվի պատասխանելով ձեր հարցին, թե ի վերջո հետագա ինչ գործողություններ կարող են լինել, բայց մի բան էլ եմ ուզում ընդգծել։ Ես նկարագրեցի, չէ, վարչական ռեսուրսի չարաշահումը, ատելության խոսքը, քրեաիրավական գործիքակազմը որպես զենք քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելը, անհասկանալի քվեարկության հաշվարկը, դրան հաջորդած ժամանակահատվածը, սելեկտիվ սեփական նախաձեռնության մտրատեղամասի արդյունքների անվավեր ճանաչումը։ Խնդրում եմ, այս բոլոր խնդիրները, այս բոլոր համակարգային ընտրախախտումները գնահատել հետևյալ ելակետով։ Օրինակ, Չեխիայում, երբ ընտրություններ են անցկացվում, նման խախտումներ լինում են, կամ ԱՄՆ-ում, երբ ընտրություններ էին Բայդենի և Թրամփի միջև, սենց ընտրախախտումներ եղել են, ինչի եմ այս ելակետերը բերում, որտև գիտեք, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության բաստիոն է, այսինքն շեմը հենց այդպիսին պետք է լինի։ Հուլիսի 4-ը ներառյալ դիտարկենք։ Այո։ Նշված հարցը կքննարկվի Սահմանադրական դատարանում ընտրական վեճի արդյունքներով ավարտից հետո։ Եվ այո, կրկին եմ ուզում ընդգծել, նման գործիքակազմ առկա է։ Այլ հարց, որ նույն եվրոպական դատարանն էլ իր հերթին հանդիսանում է որոշակի իմաստով անկախության խոչընդոտներ ունեցող մարմին, որովհետև մի հետաքրքիր հանգամանք կա։ Դուք գիտեք, Սահմանադրական դատարանում կար դատավոր, ով այլևս Սահմանադրական դատարանում դատավոր չէ, ով ևս քաղաքական շատ հստակ գնահատականներ ներկայացնող էր։ Այժմ եվրոպական դատարանում է որպես դատավոր հանդես գալիս։ Իդեպ ես շատ հետաքրքիր պատկերացնեի այն իրավիճակը, այո, եթե հակառակ լիներ իրավիճակը, հա, պայմանականորեն Վահե Գրիգորյանը ներկայացներ դիմում Սահմանադրական դատարան եւ Տիկին Սեդա Սաֆարյանը լինելով այն նույն ելակետում, հա, որը կա, ինչ դիրքորոշում կներկայացներ այդ հարցի վերաբերյալ։ Հետաքրքիր վարժություն է շատ։ Փորձեմ հերթով պատասխանել, կարծես թե ընտրախախտումների մասին նաև զանգվածային խոսում են իշխանական ներկայացուցիչները եւ իրենք պնդում են, որ իրենք ստացել են մեր հայրենակիցներից 700,000-ից ավելի քվեն վստահության ձայնը, որտեղ են մեր այդ հայրենակիցները։ Եթե չեմ սխալվում, 2021 թվականի հունիսի 20-ին հաջորդող օրը հանրահավաք էր տեղի ունեցել, հաղթանակ էին նշում, խոսում էին այնտեղ նաև, որ Արցախը իհարկե պետք է լինի հայկական եւ այլն։ Ես այդ հանրահավաքի ելույթը շատ լավ հիշում եմ, բայց անգամ ինչի չեղավ տենց հանրահավաք, որովհետեւ ես ուղղակի տեղեկացված եմ նրա մասին, որ հունիսի 8-ին հանրահավաք անցկացնելու համար այնպիսի մեծ վարչարարական պայքար էր գնում, աննախադեպ, որ հունիսի 8-ին քաղաքացիական պայմանագիրը կարողանա հանրահավաք անի։ Ինչն էր խնդիրը։ Այսինքն ինչի չեղավ այդ հանրահավաքը, հաղթանակի հանրահավաքը։ Կարող է ինչ-որ մի խնդիր երևի իրենք էլ գիտեն, որը մենք էլ ենք մասնակի տեսնում, եւ իդեպ այդ մասով էլ անկեղծորեն։ Երբ կլինի հնարավորություն օրինակ 48 ժամով ունենալ այն ռեսուրսը, որը ունեն օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մեր գործընկերները, ես ձեզ կպատմեմ այս ընտրախախտումների մի ստվար ծավալ, բայց քանի որ ճիշտ հակառակ իրավիճակն է,
Ներկայացնում ենք այնքանը, որը տեսել ենք, բայց այդքանը, որը տեսել ենք, բավարար է ասելու, որ այս ընտրությունները ազատ եւ հավասար չեն կարող համարվել։ Իդեպ Սահմանադրական դատարանի հենց չափանիշն էլ հենց դա է։ Զանգվածային կազմակերպված բնույթի ընտրախախտումներ։ Հիմա մենք դրանք կարծում եմ առավել քան ներկայացրեցինք։ Իդեպ այն երկու ընտրատեղամասերի հետ կապված արդյունքները, որ անվավեր էր ճանաչվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, ես հիշում եմ, կարծես ամենից շատը բողոքում էին դրա վերաբերյալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները, ասելով, որ դե բա այնտեղ ընտրախախտում է եղել, բա պետք է արձագանքեին դրան։ Իսկ այդ ընտրախախտումների պատասխանատուն ով էր։ Խոսքը վերաբերում էր զինծ ծառայողների 19:55 ընտրատեղամաս ժամանելուն։ Ով է պատասխանատուն զինծ ծառայողների ընտրական տեղամաս գալու համար։ Մեկ էլ ով է պատասխանատու, որ 20:00-ին դռները փակվեն։ Ուրեմն ինքը իշխանությունը ստեղծում է ընտրախախտում, այնուհետև հերոսաբար լուծում է այն անվավեր ճանաչելով եւ շուրջ 60,000 ձայն ստացած ուժին, ասելով, որ ձեզ շուրջ 100 ձայն չբավարարեց եւ վերաքվեարկություն չի լինի, որովհետեւ հնարավոր է այն լինի տակտիկական բնույթի։ Հարգելիներս, այդ վերաքվեարկության ինստիտուտը ինչի է գրված ընտրական օրենսգրքում։ Վարչական դատարանը ինչի է ասում, դուք ստիպված եք դա անել։ Եկեք հանեիք դա ընտրական օրենսգրքից։ Իդեպ հանել չհանելու մասով։ Այս գործընկերները ապրիլի 7-ին ընտրություններից 2 ամիս առաջ ընտրական օրենսգրքի ֆունդամենտալ փոփոխություններ են արել։ Բաթո վերաքվեարկության ինստիտուտն է հանեին։ Թե մտածում էին դրա կարիքը չի լինի, որովհետև եթե Հայաստանում սահմանադրական մեծամասնություն չստանար քաղաքացիական պայմանագիրը, պատերազմ է լինելու։ Լավ, դուք պատկերացնում եք օրինակ կրկին երևի հիմա այս անգամ օրինակը բերենք Ֆինլանդիայում։ Օրինակ Ֆինլանդիայում ընտրությունների ժամանակ գործող իշխանությանը ներկայացնող ուժը իրենց վարչապետը, ով այդ պահին падգամավորի թեկնածու է, ասի, եթե մեր ուժը չստանա սահմանադրական մեծամասնություն, պատերազմ է լինելու։ Դուք հասկանում եք, որ սա ահաբեկում է ընտրողների նկատմամբ։ Այսինքն լավ, զուտ ուզում եմ հասկանամ, հայ ընտրողը այդ նախադասությունը լսելով, լինի կողմնակից, թե ոչ, ինչ էմոցիա պետք է ապրի։ Այն նույն հայ ընտրողը, որը 2020 թվականին պատերազմ տեսել է, 2021 թվականին պատերազմ տեսել է, 22 թվականին պատերազմ տեսել է։ Լավ, սենց ոնց կարելի է, 23 թվականին Արցախի հայաթափում է տեսել։ Ու դու քո հայրենակցին ասում ես, եթե սահմանադրական մեծամասնություն չստանանք, պատերազմ է լինելու։ Դրանից հետո, չգիտեմ, գործընկերներից ով էր, որ այդ հարցը տվեց, շատ հանգիստ ժպիտը դեմքին պատասխանեց, որ չէ, ոչ մի պատերազմ էլ չի լինելու։ Եթե սա ազատ հավասար ընտրություններն են, դե եկեք տենց էլ ֆիքսենք, էլի, այն բառերը, որոնք օգտագործվել են քարոզարշավի ընթացքում, որի վերաբերյալ վարչական դատարանի վճռից մեջբերումները կատարեցի, թե ինչ աստիճան գնահատական է դրան տրվել, ես դրանք չեմ վերարտադրելու։ Սահմանադրական դատարանում միգուցե վերարտադրեմ, որպես փաստական տվյալ, բայց հիմա չեմ ուզում վերարտադրել, որտեղ ես իմ աչքով եմ տեսել, ինչպես երիտասարդ երեխաներ այդ բառերը կրկնելով ծիծաղում էին։ Եվ դա դառնում էր նորմալ։ Երբ դպրոցական երեխաները սկսում են այդ բառերով խոսել։ Շատ բարի։ Մյուս հարցի վերաբերյալ քաղաքացիության հետ կապված, ինչպես հայտարարվել էր, նշված գործընթացը մեկնարկել է եւ այդ գործընթացը ընթացքի մեջ է։ Փախանձագին խնդրանք ունեմ ձեզ եւ այլ գործընկերների, միգուցե առիթից օգտվելով նաեւ դիմենք իրավապահ մարմիններին, Սամվել Կարապետյանի խափաման միջոց տնային կալանքը, որը ակնհայտ ապօրինի է եւ տարուց ավելի է մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը նախադասության համար է այդ ամենը։ Կլինի, որ փոխվի, այդ ժամանակ ձեր հարցերը բոլոր լուծված կլինեն։ Իսկ թե այս ընթացքում ինչ աստիճան այլ գործողություններ կատարվել են, պարզապես կարծում եմ ողջամիտ է ասելը, որ դրա մեջ կա նաև անձնական որոշակի տվյալներ, բայց կարծում եմ շատ հստակ պատասխանեցի ձեր հարցին։ Երրորդ հարցի վերաբերյալ ես մի առիթով հայտարարել էի, թիմի որոշումը
Ես հարգելու եմ։ Այսքան։